Ովքեր են հայերը, որտեղից են սերում նրանք եւ որ ազգերի հետ ունեն ազգակցական կապեր։ Այս հարցերի պատասխանները տասնամյակներ շարունակ հետաքրքրում են հայագիտությամբ զբաղվող բազմաթիվ հայ եւ օտարազգի գիտնականների։ Հայերի ծագումնաբանության հիմնախնդիրը վաղուց պարզապես գիտական խնդիր լինելուց բացի, ժամանակի ընթացքում քաղաքական ենթատեքստ է ստացել եւ բազմիցս օգտագործվել մեր հակառակորդների կողմից։ Հայերի ձևավորման աշխարհագրական տեղանքը հայկական լեռնաշխարհն է։ Ներկայումս հայերի ծագման մասին առկա ավանդազրույցներից ընդունված է առանձնացնել թվով 5-ը. հայկականը, հունականը, վրացականը, արաբականն ու հին եբրայականը։ Ավանդազրույցների մեջ ամենահինը եւ արժեքավորը հենց հայկական ավանդազրույցն է, որը հայտնի է նաեւ Հայկի եւ Բելի առասպել անունով։ Այս ավանդազրույցը մեզ է հասել երկու սկզբնաղբյուրներից՝ Մովսես Խորենացու եւ Սեբեոսի աշխատություններից, իսկ հետագայում վերաշարադրվել է նաեւ միջնադարյան այլ պատմիչների կողմից։ Բոլորիս է հայտնի, թե ինչպես է ըստ լեգենդի Հայկ Նահապետը հաղթում Բելին, ապա հիմնադրում իր առանձին երկիրը։ Հայկական ավանդազրույցում ակնհայտորեն հեթանոսական շերտ է զգացվում։ Սակայն հայերի ծագման հարցը քրիստոնեության ընդունումից հետո հարմարեցվել է նոր կրոնին, որով էլ առաջ է եկել աստվածաշնչյան ավանդազրույցը, ըստ որի Հայկ Նահապետը Հաբետ Նահապետի ժառանգներից է, Թորգոմի որդին եւ սերում է հենց աստվածաշնչյան Նոյից։ Հայ ժողովրդի ծագման մասին մեզ է հասել նաև հունական ավանդազրույց, ըստ որի հայերը ծագում են հույների մեջ մեծ սեր վայելող արգոնավորդներից։ Յասոնը եւ մնացած արգոնավորդներն իրենց արգոն նավով ուղևորվում են Այա կամ Կոլխիդա, որտեղ փորձում են գտնել ոսկե գեղմը, ինչը համարվում է անմահության եւ հավերժության խորհրդանիշը։ Արգոնավորդներից մեկը Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացած արգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է հայկական բարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է Արմենիա, իսկ այդ երկրի բնակիչները արմեններ։ Իհարկե, այս ավանդազրույցը, որը պահպանվել է հույն պատմիչ Ստրաբոնի մոտ, արհեստականորեն է ստեղծված եւ ձևավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակահատվածում, ցույց տալու համար, թե ինչպես են աշխարհի բոլոր ժողովուրդները սերում բալկանյան թերակղզուց։ Այդպիսի ավանդազրույցներ հորինվել են նաև պարսիկների եւ մարերի մասին։ Այս մասին վկայում է նաև հենց Ստրաբոնը։ Վրացական ավանդազրույցը գրի է առնվել վրաց մի շարք հեղինակների կողմից 9-ից 11-րդ դարերում։ Ըստ այս ավանդազրույցի հայերի նախահայր Հայկը, վրացիների նախահայր Քարթլոսը, աղվանների նախահայր Ռանոսը, եգերների նախահայր Եգրեսը եւ կովկասյան մի քանի այլ ցեղերի նախահայրերը եղել են եղբայրներ եւ սերել Թորգոմից։ Այս ավանդազրույցի հիմնական արժեքն այն է, որ այնտեղ հիանալի կերպով արտահայտված է հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նրանց փոխադարձ օգնությունը եւ համատեղ պայքարը օտար նվաճողների դեմ։ Կարևոր է նշել նաեւ, որ Հայկը եղբայրներից ավագն է։ Այս ավանդազրույցը հայկական ավանդազրույցից կրած հստակ ազդեցություններ ունի եւ արտահայտում է ժամանակի հայ բագրատունիների ազդեցիկ կարգավիճակը, այնքանով, որ հայտնի փաստ է, վրաց բագրատունիները եւ հայ բագրատունիները ազգակցական կապեր ունեն։ Արաբական ավանդությունը եւս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ։ Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-ից 13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի եւ Դիմաշկիի երկերում։ Ըստ այդ ավանդության Նոյի որդի Յաֆիսից կամ Հաբեթից ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան կամ Թորգոմը, որի որդին էլ Արմինին հայերի նախնին էր, որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները։ Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին եւ իրանական ցեղերին։ Հաջորդ հին եբրայական կամ հրեական ավանդությունը գրի է առնվել Հովսեփոս Փլավիոսի Քրիստոսից առաջ առաջինից, Քրիստոսից հետո առաջին դարերում, հրեական հնախոսության էջերում։ Հաղորդման համաձայն Ուրոսը հաստատեց Հայաստանը։ Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի եւ մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ։ Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ Նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է, քանի որ հրեական ավանդության մեջ Ուրոսը կամ Ուլոսը համարվում էր հին պտակարանի Արամ Նահապետի որդին։ Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա Ռուսա Էրիմենայի որդին։ Ասորեստանյան սեպագիր աղբյուրներում Ռուսա անունը հիշատակվում է նաև Ուրսա տարբերակով, իսկ Էրիմենա անունը կարող է մեկնաբանվել եւ որպես անձնանուն եւ որպես ցեղանուն։ ԽՍՀՄ տարիներին հայերի ծագումնաբանության պատմությունը արհեստական փոփոխություններ է կրել։
Թուրքիայի հետ հարաբերություններում զգուշություն դրսևորելով ԽՍՀՄ պատմագրությունը հրաժարվում էր հայ ժողովրդի պատմության իրատեսական ուսումնասիրություններից և սահմանափակվում էր ժողովուրդների հավասարության գաղափարախոսությամբ։ Այդ իսկ պատճառով էլ գրքերում և դպրոցներում մտցվեց այսպես կոչված գաղթային կամ ներգաղթային տեսակետ, ըստ որի հայերն այստեղ են գաղթել Բալկանյան թերակղզուց։ Բալկանյան թերակղզուց գաղթելու գաղափարը կապված էր այն կարծիքի հետ, որ իբր հնդեվրոպական նախահայրենիքը այդ թերակղզում է գտնվել, որին գումարվել էր հունական ավանդազրույցը, ինչպես նաև հայտնաբերված урարտական արձանագրությունները ոչ հայերեն կարդալու հանգամանքը։ 1980-ականներից սկսած ԽՍՀՄ նման քաղաքականության թուլացմանը զուգընթաց ի հայտ եկավ հայկական ծագումնաբանության նոր հիպոթեզ, որի հեղինակներն էին ժամանակի ականավոր գիտնականներ ակադեմիկոս Թամաս Գամկրելիձեն և դոկտոր պրոֆեսոր Վյաչեսլավ Իվանովը։ Վերջիններիս պնդմամբ հնդեվրոպական լեզվաընտանիքի նախահայրենիքը հենց հայկական լեռնաշխարհն է։ Հետագայում շումերական արձանագրությունների վերծանումից տեղեկանում ենք նաև, որ Հայկ Նահապետը շումերների կողմից հիշատակվող առաջին աստվածներից մեկի՝ Էա կամ Հայա կամ Էնկի աստծո ժառանգն է։ Էան շումերաաքադական դիցաբանության 3 մեծ աստվածներից մեկն է՝ Անուի և Էնլիլիի հետ միասին։ Իմաստության ստորգետնյա քաղցրահամ ջրերի և անդրաշխարհի, մշակութային գյուտերի աստվածն է, ինչպես նաև առաջին Հայա մարդու ստեղծողը իր կնոջ հետ միասին։ Կարևոր է իմանալ, որ Էային կամ Հայային տրված երրորդ Էնկի անունը թարգմանաբար նշանակում է երկրի տեր։ Մի շարք հեղինակավոր գիտնականներ հայերի ծագումը կապում են հենց Հայա աստծո հետ, որի անունից էլ մենք մեզ կոչում ենք Հայ, երկիրը Հայաստան։ Բոլորիս հայտնի է նաև, որ օտարների կողմից մեր երկիրը հազարամյակներ շարունակ անվանվում է Արմենիա, իսկ մեր ժողովուրդը՝ արմեն։ Մի տեսակետի համաձայն այս բառը կոչված է ար կամ արի գումարած մեն կամ ման մասնիկներից, ինչը նշանակում է արևի կամ քաջ մարդ, և իա երկիր արմատներից։ Մեկ այլ տեսակետի համաձայն, որի հեղինակը հենց Մովսես Խորենացին է, մեզ արմեն են անվանում հայոց Արամ արքայի անունից, ով Հայկ Նահապետի ժառանգներից էր։ Արմեն ժողովրդի մասին չափազանց կարևոր հիշատակություն կա նաև Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Դարեհ Վշտասպյանի եռալեզու արձանագրության մեջ, ով գահակալել է մ.թ.ա. 522-ից 486 թվականներին։ Այդ արձանագրությունում Հայաստանը հին պարսկերենով կոչվում է Արմինա, բաբելոներենով Ուրարտու կամ Ուրաշտու և էլամերենով Հարմինուեյա անուններով։ Անկախ թվարկված տարբեր վարկածներից, ավանդազրույցներից, պատմական տվյալներից, արձանագրություններից, գտածոներից, լեզվական ընդհանրություններից կամ դիցաբանական տեղեկություններից, այժմ ժամանակակից գիտությունը թույլ է տալիս նաև իրականացնել ավելի խորը, ԴՆԹ հիմքով կատարված գենետիկական ուսումնասիրություններ, որը կարող է վերաբերել առանձին էթնիկական խմբերին։ Գիտության այդ նոր ճյուղը կոչվում է էթնոգենոմիկա։ Այդպիսի վերջին ուսումնասիրության հեղինակ է Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էվոլյուցիոն գենետիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը։ Ըստ հեղինակի, գենետիկան ի վիճակի է տեղեկատվություն տալ միայն ըստ աշխարհագրական տեղանքի տրամաբանության։ Գիտական խմբի կողմից հեղինակավոր արտասահմանյան ամսագրերում տպագրված հոդվածով ապացուցվել է, որ հայերը Բալկանյան թերակղզում չեն ձևավորվել, ուստի և այդտեղից չէին կարող գաղթել հայկական լեռնաշխարհ։ Վերջիններս աշխատանքներ իրականացնում են ԴՆԹ նյութեր հավաքագրելով և դրանք բրածո նյութերի հետ համեմատելով, սկսած նեոլիթյան ժամանակներից։ Այսպիսի տվյալները հնարավոր չէ կեղծել։ Ըստ հեղինակների, հայերի մայրական գենետիկան, որն ամենահինն է, ունի առնվազն 8000 տարվա արմատներ, իսկ եթե ավելի հին բրածո տվյալներ կիրառվեն, ապա հնարավոր է, որ ավելի հին։ Ըստ գիտնականի, հայերի գենոֆոնդը առնվազն 3500 տարի ոչ մի լուրջ փոփոխությունների չի ենթարկվել։ Նաև սրանից մի 2-3 տարի առաջ, 3-4 տարի առաջ նույնիսկ պետությունը նաև թույլ տվեց, թուրքական պետությունը թույլ տվեց նաև ուրեմն իրենց պահոցները բացել եւ շատերը պարզեցին, որ իրենց նախնիները, տատերը, պապերը կամ չգիտեմ, մեծ տատերը, մեծ պապերը հայեր են եղել։ Այսօր գենետիկան փաստորեն ինչ որ մի հատ փոթորիկ է առաջացնում այս ոլորտում եւ այդ տվյալները անհերքելի են։ Այդ տվյալները, չգիտեմ, շատ հստակ են։ Սա ոչ Պլուտարխոսն է, ոչ էլ ասենք բանն է, ոչ էլ Հերոդոտոսն է, ոչ էլ մյուս պատմիչներն են, որի տեքստերը մենք մեկնաբանում ենք մի ձևով, մեր հարևանները կամ հակառակորդները մեկնաբանում են տարբեր ձևով։ Կոնտեքստից կտրված կամ կոնտեքստի մեջ մեկ է, մենք նույն տեքստը ընկալում ենք տարբեր ձևերով։ Իսկ գենետիկական տվյալները դու չես կարող ընկալես տարբեր ձևով։
Դա ֆիզիկական, դա մաթեմատիկական, այսպես ասած, բնույթ կրող երևույթ է, նյութ է։ Եվ այստեղ եթե 2 անգամ 2 4 է, գենետիկայում նույնն է։ Մենք չենք կարող 2 անգամ 2-ն ձգենք, չգիտեմ, լայնացնենք, չգիտեմ, խորացնենք եւ սարքենք 5։ Ոչ, 4 է։ Հա, այսպես ասած, մենք նաեւ փորձեցինք տեսնենք շատ པարզ ձևով, որը արդեն ունի 30 տարվա վաղեմություն, արդյոք մեր գենետիկական պատկերում Y քրոմոսոմի հետ կապված, այսինքն հայրագծային այդ պատկերում մենք կրում ենք ինչ որ բալկանյան վառը հատկանիշներ կամ չգիտեմ կենտրոնասիական, պարզվեց որ ոչ, բոլոր մեր այս բաները, այս խմբերը, հապլոխմբեր երևի լսած կլինեք, այդ բոլոր հապլոխմբերը մեր տարածաշրջանից են, կամ Կովկասյան են, կամ Մերձավոր Արևելքից են, եւ հատուկ են, նույնիսկ այստեղ չկա, քանի որ դեռ թիվը փոքր է, մենք գնալով մեծացնելու ենք, ավելի համոզիչ, ավելի ամրապնդենք մեր այս ուրեմն եզրակացությունները, եւ մենք տեսնում ենք, որ եւ նույնիսկ այս պարզ ձևով էլ չի երևում, այսինքն երևում է, որ չկա, այսինքն ներխուժում չի եղել, զանգվածային տեղափոխություն չի եղել, միգրացիաներ այդպիսի չեն եղել, ոչ այն կողմից, ոչ այս կողմից։ Նույնը վերաբերում է մայրագծայինից։ Մենք ստեղ չունենք էլի այսպես օտարածին կամ եւ ձախից եւ աչից։ Չկա։ Կամ տեղաբնիկ են Կովկասյան, կամ էլ Մերձավոր Արևելքից, որը կապված է եղել այդ ուրեմն զանգվածային այդ տեղաշարժման հետ, հողագործության տարածման հետ կապված։ Բնական է նաև, որ հազարամյակներ շարունակ հայերը այս կամ այն պատճառով ենթարկվել են բազմաթիվ փորձությունների, որի արդյունքում հայկական լեռնաշխարհից բազմաթիվ զանգվածային արտագաղթեր են իրականացվել։ Արտագաղթած հայերի մասին խոսելիս հնարավոր չէ չհիշատակել օտարերկրյա պատմական սկզբնաղբյուրներում պահպանված մի շարք հետաքրքրաշարժ եւ առաջին հայացքից անհավանական թվացող տեղեկությունների մասին։ Այսպես օրինակ Անգլիայի հնագույն տարեգիրքը անգլո-սաքսոնական քրոնիկոնը, որն ընդգրկում է հռոմեական տիրապետության շրջանը մեր թվարկությունից առաջ առաջին դարից մինչև մեր թվարկության 12-րդ դարը, չափազանց հետաքրքրաշարժ տեղեկություն է հայտնում բրիտանական կղզիների առաջին բնակիչների, բրիտների, այսօրվա ուելսցիների կամ վալիացիների մասին։ Պարզապես ապշեցնող է, որ այդ ժամանակագրության համաձայն բրիտանական կղզիների առաջին բնակիչները եկել են Հայաստանից։ Այդ տեքստի համապատասխան հատվածի բառացի թարգմանության համաձայն Բրիտանիա կղզու տարածքը 800 մղոն երկարություն եւ 200 մղոն լայնություն ունի։ Այդ կղզում 5 ազգություն կա՝ անգլիացիներ, վալիացիներ կամ բրիտներ, սկոթեր, պրիկտեր, լատիններ։ Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից եւ բնակություն հաստատել Բրիտանիայի հարավում։ Այս հիշատակությունը կարելի է գտնել անգլո-սաքսոնական քրոնիկոնում, Բեդա եկեղեցական պատմություն, մաս առաջին 748 թվական։ Մեկ այլ հետաքրքրաշարժ տեղեկատվություն կա նաև բավարացիների մասին։ Մեզ է հասել 1080 թվականին գրված Անո Լիդ անունով բավարական ազգ, որը պատմում է Քյոլնի Անո անունով եպիսկոպոսի մասին։ Այս արժանահավատ բացահայտման հեղինակը հայ առաքելական եկեղեցու վարդապետ Հայր Կոմիտաս Հովնանյանն է։ Ահա այդ հատվածի բառացի թարգմանությունը։ Նրանց ցեղը բավարացիները առաջ եկել էին Բարձրադիր Հայաստանից, այն վայրից, որտեղ Նոյը դուրս եկավ տապանից, երբ ստացավ Աղավնուց Ծիթենու ճյուղը Արարատի լեռներից։ Բոլոր նրանց համար, ովքեր բերված հիշատակությանը կփորձեն թերահավատորեն մոտենալ, հայտնում ենք նաև, որ նույնպիսի տեղեկություն պահպանվել է նաև Վայթ Քահանա Արնփեկի 1492 թվականին գրված «Բավարական ժամանակագրություն» գրքի մեջ, ուր կարդում ենք. Բայո Արիուսն իր ազատատենչ ժողովրդի հետ միասին, որի ծագումը Հայաստանից է, որտեղից դուրս են եկել մեծ ուժով եւ եկել են այս երկիրը, ուր գտել են խեղճ մի ժողովուրդ, որը սնվում էր ձկնորսությամբ եւ վայրի կենդանիների որսով։ Հաստատվելով այնտեղ, այդ երկիրն անվանում են իրենց իշխանի եւ առաջնորդի անունով՝ Բավարիա։ Ինչ վերաբերվում է բավարական պատմության կարևորագույն գրքին, դա այս գիրքն է, Վայթ Արնփեք կոչված պատմիչի գիրքը, որը կոչվում էր Քրոնիկա Բայո Արիորում, գրված 1492 թվականին։ Եթե նախորդ ժամանակագրությունների մեջ պարզապես նշվում էր,
որ բավարացիները հայկական ծագում ունեն եւ եկել են Հայաստանից, ապա այս գրքում առաջին անգամ լինելով շարադրված է ամբողջ պատմությունը, թե ինչպես եւ ինչ կերպ եւ ովքեր էին եւ կամ ով էր, որ եկան եւ հաստատվեցին Գերմանիայում եւ այդ երկիրը իրենց իշխանի անունով կոչվեց Բավարիա։ Ուրեմն und ließen sich da nieder եւ այնտեղ են հաստատվում Հայաստանից գնացած այդ ժողովուրդը und nannten das Land nach ihrem Fürsten und Herr Führer Բավարիա եւ իրենց իշխանի եւ առաջնորդի անունով այդ երկիրը, այդ հողը, այդ տարածությունը կոչում են Բավարիա։ Ուշադրության արժանի մեկ այլ բացահայտումներ են կատարվել նաև ամերիկահայ հայագետ Վահան Սեթյանի կողմից, որն այս անգամ վերաբերում է բասկերին։ Ոմն անգլիացի գիտնական Էդվարդ Սպենսեր Ջոնսոնի դեռևս 1884 թվականին Էուսկերը ամսագրում հրապարակված բասկերեն բառերը հայերենում հոդվածին հղում կատարելով, հեղինակը խոսում է հայերենի եւ բասկերենի ընդհանրությունների մասին։ Բասկերեն եւ հայերեն բառերն օրինակ չար, զատել, տեղ, ելք, եթե, մռնչալ, ժառանգել, հաստատուն, թույլ կամ լայն բառերը։ Շարունակելով եւ անդրադառնալով ակադեմիկոս Բերնարդո Էստորնես Լասայի կողմից կատարված հետազոտություններին, տեղեկանում ենք, որ վերջինիս կողմից Լասան Նավարիա նահանգի արևելյան հատվածում, Ռաբքալ վալիում, բասկերի բանահյուսական նյութեր են հայտնաբերվել, համաձայն որի տեղի Իսաբա գյուղը Նավարիայի առաջին բնակիչների բասկերի նախնիներ հայերի կողմից է հիմնադրվել։ Առասպելը պատմում է, որ բասկերի կառավարիչ Հայթորը եկել էր Հայաստանից իր 7 որդիների հետ, եւ նրանց պատվին Նավարիայում հիմնել է 7 բնակավայր։ Հետաքրքիր է, որ բասկերենում հայթորեն սեմե արտահայտություն իսկապես գոյություն ունի, որը նշանակում է հայթորի որդի։ Բասկերենում նրանց նախահոր Հայթորի անունը նշանակում է հայայից ծնված, ինչը համապատասխանում է հայերեն հայի թոր արտահայտությանը, իսկ այդ գյուղում կա Էրմինիա անունով ճանապարհ։ Հավելենք նաև, որ 16-ից 17-րդ դարերում բասկերի ազգային պատմության հիմնադիրներ Գարիբայը, Անդրես դե Պոսան եւ Բալտասար դե Իչավը համարում էին, որ բասկերի նախահայրենիքը Հայաստանն է եղել եւ փորձում էին սա ապացուցել հայ բասկական տեղանունների հիմքով։ Մեզ անպայման անհրաժեշտ է։ Բասկերենը, որ էուսկերենն է։ Այո, Իսկ ոսկին է, հա։ ոսկին, այո, իրենց անվան հիմքում ընկած է ոսկի բառը եւ ըստ հնագիտության տվյալների Արմենոիդ ռասան առաջին անգամ ներթափանցում է Իսպանիա 3-րդ հազարամյակի սկզբներին, այդ ժամանակ այնտեղ հայտնվում է մետաղը, այդ ժամանակ հայտնվում է մեգալիթյան ճարտարապետությունը, այդ ժամանակ հայտնվում է սև փալեցված խեցեղենը։ Այսինքն, եթե այդ տարրերը մենք հանում ենք այնտեղից, հանում ենք Արմենոիդ ռասայի հետ միասին։ Եվ իրենց առասպելներում գրված է, որ մեր նախահայրը, որի անունը եղել է Այտոր, որը մեկ որպես հայայից եկած, հայքից եկած, Հայթոր, հայից սերող։ Հայթորը, հա։ Հայթոր, ես նախահոր անունը Հայթոր է։ Եվ իրենք պատմում են, որ այդ Այտորը գալով Հայաստանից իր հետ բերել է ցորենի մշակությունը, գյուղատնտեսությունը, իր հետ բերել է մետաղագործությունը, բերել է օրացույցը, շատ կարևոր քաղաքական տարր։ Այսինքն մենք խոսում ենք 3-րդ հազարամյակի։ Այո։ Արդեն 1928 թվականին Հայնրիխ Հյուբշմանի աշակերտ դոկտոր Ժոզեֆ Կարստի հեղինակած «Ալարորդիները եւ նախաբասկերը» վերնագրով ֆրանսերեն գրքում Կարստը ներկայացնում է ավելի քան 300 հայ բասկական բառերի հնչյունաբանական եւ քերականական նմանություններ, ներառյալ խոնարհումներ եւ լեզվական այլ ընդհանրություններ։ Կարստը կատարում է ապշեցնող եզրահանգում առ այն, որ Կովկասից մինչև Պիրենեիներ տարածված ցեղերը դուրս են եկել հենց Հայաստանի տարածքից։ Հիշատակման արժանի է նաև, որ որոշ տեղեկությունների համաձայն Հայաստանից ծագած ցեղեր են նաև Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում բնակված էտրուսկները, որոնցից հռոմեական փոխառությունները ներառում են զարգացած ճարտարապետական արվեստը, մասնավորապես շենքերի աղեկամարների կառուցումը։ Հռոմեական այնպիսի սովորույթներ, ինչպիսիք են գլադիատորական մարտերը, կառքերով մրցավազք եւ բազմաթիվ թաղման արարողությունները, ևս ունեն էտրուսկյան ծագում։ Հայաստանից ծագած լինելու մասին որոշ տեղեկություններ վերաբերում են նաև մորավացիներին, որոնք էթնիկ չեխեր են համարվում, թեև ունեն իրենց սեփական ազգային ինքնագիտակցությունը։
Այսպիսով, հայերի ծագումնաբանությանը վերաբերող տարբեր վարկածների, ավանդազրույցների, պատմական տվյալների, արձանագրությունների, գտածոների, լեզվական ընդհանրությունների, դիցաբանական տեղեկությունների, վերջերս կատարված ԴՆԹ հիմքով գենետիկական ուսումնասիրությունների թվարկումը բավարար ենք համարում ամուր կերպով փաստելու համար, որ հայերը ոչ միայն հազարամյակներ շարունակ ապրում են հայկական լեռնաշխարհն ընդգրկող բնորանում, այլ նաև մարդկության պատմության անհիշելի ժամանակներից տարածվել են ամբողջ աշխարհի անհավանական թվացող հեռուներում և աստվածային ծագում ունենալու հետ մեկտեղ ոչ միայն հայոց, այլ նաև եվրոպական և համաշխարհային պատմության հիմնադիրներից մեկն են, ինչը խորը մտածմունքների տեղիք է տալիս, իսկ դարերի ընթացքում հայերի ծագումնաբանությանը վերաբերող հորինված թեզերը ժամանակի քննությանը ոչ մի կերպ չեն դիմանում և հերքվում են այնպես, ինչպես հորինվում են։